2025 թվականի ընթացքում Հայաստանում գրանցվել է ծնելիության ամենացածր ցուցանիշը վերջին 25 տարիների տվյալների համաձայն։ Այժմ ներկայացնեմ 2000-ից 2025 թվականի ընթացքում Հայաստանում ծնելիության ցուցանիշները թվերով, ինչպես նաև սեռային հարաբերակցությունը։ 2000-ից 2005 թվականների ընթացքում Հայաստանում ծնվել է 30-ից 32 հազար երեխա, 106 տղայի դիմաց 100 աղջիկ։ Այս սեռային հարաբերակցությունը համապատասխանում է համաշխարհային նորմերին։ 2005-ից 2010 թվականների ընթացքում Հայաստանում ծնվել են 34-ից 36 հազար երեխա յուրաքանչյուր տարի, 108 տղա, 100 աղջիկ հարաբերակցությամբ։ 2010-ից 2015 թվականների ընթացքում Հայաստանում գրանցվել է ծնելիության կտրուկ աճ 38-ից 41 հազար երեխա, 116 տղա, 100 աղջիկ հարաբերակցությամբ։ 2015-ից 2020 թվականների ընթացքում ծնելիության ցուցանիշները որոշակիորեն նվազում են 36-ից 38 հազար երեխա յուրաքանչյուր տարի։ 2020-ից 2023 թվականների ընթացքում յուրաքանչյուր տարի Հայաստանում ծնվել է 36 հազար երեխա, 115 տղա, 100 աղջիկ հարաբերակցությամբ։ 2024 թվականին ծնվել է 33 հազար երեխա, 115 տղա, 100 աղջիկ հարաբերակցությամբ։ Իսկ ահա 2025 թվականին Հայաստանում ծնվել է 32 հազար երեխա, 115 տղա, 100 աղջիկ հարաբերակցությամբ։